Հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն։ Ողջունում եմ բոլորիդ, բարի երեկո եւ բարի առավոտ, իմ Facebook-յան հետևորդներ, հազարավոր ընկերներ, հայ որդիներ, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր։ Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է եւ այսօր մենք կխոսենք այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան, եւ նաեւ պետք է խոսենք ինչ է սպասվում մոտակա օրերին, ինչպես է վերջի վերջով հանգուցալուծվելու այն հարցը, որի համար պայքարում ենք արդեն բավականին երկար ժամանակ։ Ես կուզեմ չխախտելով ավանդությունը սկսենք ինչպես միշտ աղոթքով եւ կխնդրեմ միացողները, որ ինձ միանան, նախ սկսեն տարածել այս եթերը բոլոր հնարավոր միջոցներով եւ ապա աղոթում ենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Զգորձս դերած մերոց ուղի հարայ մեզ Տեր եւ զգորձս դերած մերոց հաջողյա մեզ Փարքոր եւ որդվո եւ օգվույն սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն դուր ինձ իմաստություն զբարիս խորհել եւ խոսել եւ գործել հարաճիկո համենայն ժամ իչար խորտոց իբանից եւ գործոց պրգյազիս եւ ողորմյա քորարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն Ահավասիկ սիրելիներ սկսում ենք այսօրվա ուղիղ երարցակումը Աստծո ձայնը հաղորդաշարը ներկայացնում է հերթական բացահայտումներ այդ բացահայտումների մասին ես իրազեկել եմ անձամբ իրավապահ համակարգին ճիշտ 1.5 տարի մի քիչ ավելին երևի մոտ 2 տարի արդեն եղավ առաջ այս մասին ինչի մասին լսեցի երեկոյան եւ բոլոր տեղերից սկսեցին բոլոր հարթակներից այս մասին ոչ մենակ խոսել գրառումներ անել Facebook-ում եւ բոլոր հնարավոր սոցիալական հարթակներում տարածվեց այն ինֆորմացիան, որ խուլիգան Գևորգ Ներսիսյանը եւ նրա կրտսեր որդին Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են եւ միջնորդություն է ուրեմն դատարանում ներկայացված իրենց կալանավորելու վերաբերյալ եւ ահավասիկ բավարարված է այդ պահանջը դատարանով եւ մեկ ամսյա առայժմ ես կարծում եմ այդ դեռ քեֆը նոր է սկսվում հա մեկ ամսյա ժամկետով առայժմ Գևորգ Ներսիսյան խուլիգանը որը Միշտ խուլիգանություններ էր անում, սա առաջի դեպքը չի, որ նախընտրական Քարոզարշավին համայնքապետարանում մեջ միազնի, որ այնտեղ խժդժություններ, խուլիգանություններ, ակցիաներ կազմակերպեց։ Այդ մարդը 4-րդ սովխոզ գյուղի հավիտենական, հանրապետական թունդ հայացքներով գյուղապետ է, բայց նախ եւ առաջ իբրև մարդ, իբրև անձնավորություն կատարյալ խուլիգան։ Նա կազմակերպել է խուլիգանություններ ընդդեմ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ նախաձեռնության շարժման բոլոր ակտիվիստների նկատմամբ եւ այդ խժդժությունները առաջացրել են նմանապես էջմիածնում եւ ամեն անգամ Կտրիչ Ներսիսյանի հրահանգով իր եղբայրը կազմակերպում է գյուղից եւ ժողովուրդ ակցիաների համար ցույց տալու համար ժողովուրդ որ կա հավատացյալներ որ կան եւ այլն եւ խուլիգանություններ է կազմակերպում եւ ինչպես նաեւ իր որդիները այո մեծ որդին գիտեք Կորյուն Ներսիսյանն էր որը Արմավիրում դատախազ էր աշխատում դուրս շպրտեցին իրեն Եվ այդ կրտսեր որդին Համբարձում Ներսիսյանը այս անգամ երկուսով էին այդ խուլիգանությունը անում նորից Կտրիչի համար էր այդ խուլիգանությունը կազմակերպված որովհետև նրանք մտածում էին որ եթե հանկարծ մի նոր կերպարանքով Վարդանիկը հայտնվի Էջմիածնի մեջ համայնքապետարանում ուրեմն Կտրիչին նրանք պահելու են ինչ որ նորից ինչ որ բաներ են մոգոնել իրենց ծրագրերի մեջ Իրենց պետք է ժամանակը երկարաձգեն մինչև 26 թվականի ընտրությունները ընդամենը դրա վրա է հույսը դրված եւ ստավկան դրա վրա է որ այն ժամանակ հեղաշրջում լինի հենց ընտրությունների օրը, սպանություններ լինեն, ամեն ինչ որ բռնվել են ծրագրեր էին եւ Բագրատ Միքայելը եւ այլն այդ պատճառով եւ մի խումբ մարդիկ աշխարհականներ գնացին ճաղերի ետևը եւ դատավարությունները դեռ գիտեմ ինչեւ վերջ ավարտված չեն ընթանում են։ Այս բաներով նրանք չեն հանգստացել խոմ, նրանք մտածում են որ դա պետք է իրանց նպատակին հասցնեն եւ այդ մեր ձևով այդ նարեկը, հա, բուլկիա ինչ զիբիլ է, այդ դրա համար են կազմակերպել, որ այս բանը անեն Այս սպանությունները անեն, որ արյան մեջ լողացնեն հայ ժողովրդին, որ իշխանապողությունը լինի այս ճանապարհով, սպանություններով, որ Կտրիչը այդ աթոռի վրա մնա։ Այս ամեն ինչը պատտվում է դրա շուրջ։ Դուք Փառք Աստուծո, այսօր Ալեքսանյան Վահագը ազգային ժողովի падգամավորը հայտարարեց մի բան։ Մեջ բերում եմ ուղղակի խոսքերից, որ Աստված թող մեզ ների, որ ավելի շուտ չենք հասկացել եւ չենք սկսել պայքարը Կտրիչ Ներսիսյանի եւ իր բանդայի դեմ։ Ուրեմն այսքան ես մեռած տեղից խոսելով, դիմումները տալով, այս մարդիկ նոր են զարթնել, նոր հասկացել, նոր են իրենք իմացել այս մասին։ Բա մենք ինչա, որ այդքան խոսել ենք։ Տասնյակ տարիներ եմ խոսել, գիտեք ինչքան եմ հոգնել այդ խոսակցություններից ես։
Դուք չեք պատկերացնում ինչքան եմ ես զզվել այդ խոսակցություններից։ Այս ամենից ես զզվել եմ, ես իմ առողջությունն եմ քայքայել։ Իմ նյարդերն եմ քայքայել։ Ամեն ինչը իմ առողջականի, իմ նյարդականի հաշվին է եղել։ Անվարձահատույց մեկը ինձ մի լուման նվիրատվություն չի արել դրա համար։ Չի ասել Տեր հայր, արկես $1 դրա համար, որ դու այդքան քո ժամանակն ես ծախսել այս հարցերի համար։ Խոմ իմ համար չեմ արել դա։ Ինձ դա պետք է ոչ։ Ես դա արել եմ համընդհանուր եկեղեցու եւ մեր ժողովրդի շահերից ելնելով։ Ես ուզում եմ դա ընդգծել, դա շատ կարևոր է։ Ամեն մշակ ասում է արժանի է իր վարձի, դա աստվածաշնչյան ճշմարտություններից է։ Հետևաբար Փառք Աստծո, որ հասկացել են այս մարդիկ, որ բանդա են, բա որ մենք ասել ենք այդքան որ բանդա են նրանք։ Ես ասել եմ Քոչարյանն ու Սերժը պետք է դասեր առնեն Կտրիշ Ներսիսյանից։ Դասեր, այո, նրանք ունեցել են Հայաստանի մեջ իշխանություն, քրեական համակարգը ստեղծելով քրեական տարերին այդ ղեկավարել են, հա, տիկնիկների պես, այդպես տելիկներով, տիկնիկային թանտրոնում ոնց են տիկնիկներին շարժում, այդպես նրանք շարժել են այդ քրեական տարերին, եւ դրա հաշվին կառուցված է եղել այդ ահավոր մի չարի թագավորությունը, որը կոչվում էր Երրորդ Հանրապետություն Հայաստանի։ Բայց Կտրիշ Ներսիսյան ավելի հմուտ, ավելի կատարյալ սատանա է, նա ներ է, ներ, եւ նա ավելի ահավոր, ավելի հրեշավոր Գեբելսյան մեքենա է կառուցել, նույնիսկ Գեբելսը գերեզմանից որ վեր կենա, դժողքից որ հոգին նորից մտնի իր մարմնի մեջ, Գեբելսը կնայի ու կշշմի, որ Էջմիածնի մեջ այդպիսի տականքներ կան, որ իրենից անցել տվել են, որ Գեբելսը իրենց համեմատ անմակարդակ էր եւ ինչ ասեմ, տկարամիտ իր չարագործությունների մեջ, որովհետեւ այնպիսի բաներ են նրանք անում, եւ եթե դա հաշվի առնենք, որտեղ է հոգեվոր հարթակում, եկեղեցում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այս Գեբելսյան ուրեմն քարոշչամեկենան գործել է եւ հիմա շարունակում է գործել։ Մի քիչ խոսենք անցած պատարակից Կիրակին վերջացել էր եւ ես հատուկ չխոսեցի երեք, որովհետեւ դեպքերը զարգացան այնպես, մտածեցի, որ չարժե ամիջապես արձագանքել, այլ պետք է սպասեմ, բայց քանի որ շատ արագ են ընթանում եւ շատ փոփոխվում են տեսարանները, ահավասիկ մտածեցի, որ այնուամենայնիվ այսօր գոնե պետք է մասամբ անդրադառնամ։ Ուրեմն փայլուն ձևով անցավ։ Ես կարծում եմ բոլորը պիտի ըստ արժանվույն գնահատեն մեր ժողովրդի միահամուռ կամքը պաշտպանելու արդարությունը եւ հետևելու ճշմարտության։ Ծով ժողովուրդ, հոծ բազմություն Սուրբ Հովանաբանքում հայ որդիները հետևում են Սուրբ եւ անմեղ պատարակին։ Չհաշված այն սադրանքները լրագրողների, որոնք եկել են մեղքերին ավելացնել իրենց մեղքերի բեռը եւ գործեցին բազում մեղքեր սադրելով քաղաքացիներին եւ տալով ապուշային իրենց հիմար հարցերը։ Ես հասկանում եմ ինչի են տալիս այդ հարցերը։ Փող են ստացել։ Բա ինչ անեն։ Բա ոնց ապրեն։ Ուզում են լավ ապրեն, ուզում են լավ ուտեն, ուզում են քաղցր խմեն, չգիտեմ, լավ հագնվեն եւ այն, ուզում են ապրեն։ Այդ մարդիկ այդպես են տեսնում իրենց տնտեսական, իրենց սոցիալական կյանքի հարցերի լուծումը։ Ստեր խոսելով, խաբեբայություններով, մոլորության մեջ գցելու հասարակությունը, սադրելով եւ այլն, ինչ որ կարացել արել են։ Բրավո, բրավո։ Սատանան ուրախացել է։ Դուք բոլորդ ձեր հուլունքների մեջ, այդ մեղքերի շարանի մեջ ավելացրել եք լիքը մեղքեր երեկվա պատարակի ընթացքում փոխանակ պիտի քավեիք։ Բայց հարցը այստեղ է, որ հետագայում ուրեմն երբ որ վերջացավ ամեն ինչ եւ այլն, երեկոյան ժամն էր կարծեմ, որ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս պատարակին եւ հայտարարեց, որ մյուս Կիրակի, գալ Կիրակի նա պետք է մասնակցի Սուրբ եւ անմեղ պատարակի Տեր Թատե Քահանայի կողմից, որը պիտի մատուցվի Սուրբ Աստվածածին եկեղեցում Թալինում։ Կասեմ, որ ես եղել եմ այդ եկեղեցում, ես նաեւ իմ օծակից եղբայրը, որը այսօր ծառայում է Էջմիածնի Աստվածամայր եկեղեցում, Տեր Եղիշե Քահանան, մոռացել եմ ճիշտ ասած իր ազգանունը ինչպես է, նա էր ծառայում այնտեղ Տալինում եւ հիմա ուրեմն Տեր Թատեն մատուցելու է Սուրբ եւ անմեղ պատարակ եւ բնականաբար պետք է նորից հայոց ժողովուրդը գնան, մասնակցություն ունենան եւ պետք է սատարեն Տեր Թատե Քահանային, քանի որ Տեր Թատեի հարցնել կակապահական ժողովի մեջ անցավ, ինչպես նաև Տեր Տարոն Քահանայի։ Այս մասին խոսեց գանձանակագող ավանտյուրիստը, այդ Տեր Եսայի Չքահանան, որը դուրս բրծուկի պես ամեն անգամ իր կեղծիքները շատ լավ դասեր ես վերցել դու։ Թութակ Վահրամ Մելիքյանից, իր նախորդն էր, հա, իր բանն էր, այսպես ասած, այդ ստերի պարտներն էր, հա, իրանք տանդեմ լավ կխաղային, ով ավելի կատարյալ սուտ կխոսա, ավելի ամոթալի բաներ կասի առանց կարմրելու, առանց այսպես ասած միմիկան փոխելու։ Հիմա ասել է պիտի Չուշանա պատիժը, պիտի դրանց էլ կարգազրկեն եւ այն ինչ ուզենան թող անեն,
Հարցը ստեղ ինչի մեջ է, լկտիության աստիճանը, որ չկա, այս մարդիկ բացարձակապես բարոյականության հետ ոչ մի աղերս չունեն, ինչ հոգևոր կյանքի, ինչ ավետարանի հետ նրանք գործ ունեն, նրանք մարդկային բարոյական հարթության վրա չեն կարողանում նույնիսկ այդքան պարզ պատասխաններ տալ, որ արդյոք մենք ինչ ենք անում, ուր ենք տանում եկեղեցին, ինչ ենք մենք ուզում, ընդհանրապես ձեր ուզածը ինչն է, դուք ո՞նց եք մտածում, վերջապես դուք ձեր կյանքը ապրելու եք, պրծնեք, հող եք դառնալու, տականքներ, հող ու մոխիր եք դառնալու, որտեղ հողից եք վերցված, եւ պիտի վերադառնաք այդ հողը Աստծու կամքով, այդ օրը պիտի գա, պիտի վրա հասնի, չեք փախչելու, միակ բանն է, որ ամեն մարդու կյանքից, ով որ ծնվում է աշխարհ է գալիս, անխուսափելի է, որ մահն է, սպասում ամեն մեկիս, միակ բանը, որից չես կարա, ոչ մի պարագայում խուսափես, եթե Եղիա չենք, Եղիա մարգարե չենք, Ենոքը չենք, որ երկու մարդ, որը վերցվեց, եւ ես չեմ վերցնում Աստվածամորը, որը ննջումը եղավ եւ ամիջապես վերափոխվեց երկինք։ Ուրեմն մնացած մահկանացուներից սպասում է ինչը։ Մահը։ Ո՞նց եք դուք մտածում, այս օրվա մասին դուք արդյոք մտածում եք, թե ձեզ համար դա էական չէ, որտեղ չեք հավատում։ Ինչի, որտեղ նրանք չեն հավատում, որ հանդերձյալ կյանք գոյություն ունի, այստեղից է։ Գաղտնիքը բացվում է, սիրելի ժողովուրդ։ Այդ մարդիկ սադուկեյցիներ են, նրանք սատանիստներ են, նրանք չեն հավատում հանդերձյալ կյանքին, այեղ դատաստանին։ Հիսուս Քրիստոսը որ պիտի վերադառնա երկրորդ գալստյանը, չեն հավատում։ Եթե հավատային, չպիտի անեն այդպիսի բաներ, բնավ չպիտի անեն։ Այ հարցի պատասխանը դրա մեջ է։ Ուրիշ պատասխան ես չունեմ։ Ուրիշ լոժիկ բացատրություն, տրամաբանություն չկա դրա մեջ։ Ես չեմ կարող ասեմ, որ այս մարդիկ անորմալներ են, հա? Հոգեբուժարանում են ժամանակ պիտի նրանք լինեն, եթե նրանք անորմալ են, բայց նշույլ անգամ չկա, որ նրանք անորմալ են, բայց ինչ որ նրանք անում են, այն բանն է, որ վախ չկա Աստծո նկատմամբ, երկյուղ չկա, դրա համար սատանայությունը սատանայության վրա գործում են, այս սա է, գլխավոր խնդիրը հոգևոր խնդիրն է Հայաստանում, հոգևոր խնդիրն է Հայաստանում, ահավասիկ սիրելիներ, եւ անդրադառնալով այս բանին, ես տեսա այդ ֆոնի վրա ուրեմն այդ կալանավորումները, իհարկե Կտրիչ Ներսիսյանը գիտեք ինչ ասեց, Կտրիչ Ներսիսյանը հայտարարեց, որ ինքը մնալու է այս գահի վրա, թեկուզ եթե ամբողջ իր ազգականներին, իր հարազատներին ձերբակալեն։ Ես կարծում եմ, իրանց ընտանիքի մեջ, եթե այսքան նամուս կա որևէ մեկի մոտ, ես չգիտեմ, գուցե բոլոր ապարոն մարդիկ են, գուցե բոլոր սրիկաններ են դրանք, ես չգիտեմ դա ինչ ցեղ է, ինչ տականքների բան է, գերդաստան է, բայց եթե դրանց մեջ մի քիչ բան կա, նրանք պիտի գան աչքերը դրա հանեն, որտեղ իր երեսից ինչքան մարդ է, ինչքան մարդ, կոնկրետ 3 հարազատ մարդ, ինքը ճակատագիրը խեղեց, Մկրտիչ Պրոշյանը, այդ հաստափոր, հաստավիս, չի եպիսկոպոսը, իր երեսից, դժող կա գնալու, հիմա բանտում է պարկած, բանը, իր երեսից, Գևորգ Ներսիսյանը, 65 տարեկան է, ինչքան է այդ մարդը, չգիտեմ, տարիքոտ է, արդեն, ի բանտը նստի, իր կրտսեր որդին, ես չգիտեմ քանի տարեկան է համբարձումը, նայել, իր տհակությունների, իր սատանայության պատճառով, այս մարդիկ պիտի գնան, պատժվեն։ Եվ իհարկե ես ուզում եմ անդրադառնալ այն տարելիցին, տարեդար չեմ ասի, 26-ամյայի տարելիցին, իր կաթողիկոսությանը, գահակալությանը, որտեղ սուք է մեզ համար, դա սուք է, սքոր էր։ Ես դες պիտի ասեմ, որ նոյեմբերի 4-ին օծումը տեղի ունեցավ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի մեջ, եւ դա Կիրակի չէր, այլ սովորական օր էր, որովհետեւ գիտեք, Կիրակի որ պետք է լիներ այդ օծումը, հնարավորություն չունեին, քանի որ թաղում էին Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին եւ մյուս 6 падգամավորներին։ Այդ օրը թաղում էր։ Իրա նշանակված օծման ըստ ավանդության ըստ կարգի, որ ընտրությունից հետո անպայման առաջին Կիրակին լինում է, օծումը չկար, թաղում էր։ Սա էլ նշան էր Աստծուց, որ ինչի համար։ Իրա զոհերն էր։ Այդ իրա երեսից այդ մարդիկ մեռան։ Գնացին գերեզման դու պարկացրիր Կտրիչ 8 հոգի այդ նույն օրը դու գերեզմանի մեջ մցրիր։ Եվ իհարկե սովորական օրեր, ես արդեն չեմ հիշում շաբաթվա որ օրներ, 26 տարի անցել է, բայց օրացույցով կարող ենք նայել եւ հետաքրքրության համար իմանալ 1999 թվականի նոյեմբերի 4-ին որ շաբաթվա օրն էր։ Մի խոսքով բան էր, ահագին մարդիկ հյուրեր բան գնացել էին արդեն, չեն սպասել, մանավանդ երկրում եղել է ողբերգություն ազգային ժողովի շուրջ աղմուկ բան, արտասահմանցիները բան փախել են, վախեցել են, ինչ է կատարվում Հայաստանում, հյուրերի նկատի ունեմ։ Շատ խղճուկ ավելի է անցավ եւ այլն, բայց հարցը ստեղ դրա մեջ չի։ Ես ուզում եմ այդ Հոբելյանին անդրադառնամ, այն տարելիցին։ Ուրեմն ձեզ այստեղից բաց հայտարարում եմ ամենայն պատասխանատվության պաշտոնով, իմանալով, այսինքն այս բանը որպես պաշտոնական լրահոս ընդունեցեք։
մասնակիցների, այդ մայր տաճարում ովքեր էին։ Ուրեմն հիվանդանոցը Կտրիչ Ներսիսյանի, այն մի հատ խուլիգան բժիշկ է, հա, այն որ Ռիտա Սարգսյանի հետ միասին դրանք բան են արել, երեխեք են վաճառել։ Հազար ու մի տեսակի հանցագործություններ են գործել։ Կեղտոտություններ, որը նա մախինացիաներով է զբաղվում, տեղեկանքներ է վաճառում, մարդկանց ստից տեղը պարկացնում է հիվանդանոց, ստուտի դիագնոզներ է գրում, վախացնում է, վիրահատություններ է անում եւ այն, որպեսզի փող շորտեն։ Այսինքն այնտեղ այդ հիվանդանոցում սադանայի բունա։ Այն մի հատ ֆիլմ կար, մոտելը Միդովի Մեսիս, եթե մարդիկ ավակ կհիշեն, դա բավական հետաքրքիր ֆիլմ էր, այնտեղ ցույց են տալիս, որ մի հատ դոկտոր Ջեքսոն կար, որը ուրեմն օրգաններ էր հանում մարդկանց եւ մարդկանց շլապ օգնություններով տեղափոխում էին այդ կլինիկը, որտեղ նա այդ կեղտոտ գործողություն անում էր։ Հիմա այս խայտարակ հիվանդանոցը ամեն ինչին ընդունակ, ամեն ստորության ընդունակ, ամեն խաբեբայության, ամեն մի սրիկայության։ Ուրեմն նա բժիշկներ է, սանիտարկաներ, ինչքան աշխատող կա, հավաքարար եւ այն սաղին ղրգելեր էջմիածին։ Ձևացել են իբր թե հավատացյալ են, եկել են Վեհապար Հայրապետի այդ 26-րդ տարելիցին մահվան իր հոգեվոր մահվան հիշատակը այնտեղ տոնելու։ Հա եւ երկու պարը լսելու կտրիչի սադանայությունները եւ մնացյալ այն սրիկաների վեհարավոր, որոնք այնտեղ կապիկություններ էին անում։ Ուրեմն բացի դրանից Մայր Հայաստանի падգամավորներն էին։ Դա ձեզ ուզում եմ ներկայացնել, որ Մայր Հայաստանն էլ էր այնտեղ։ Ահա ասիկ ովքեր են հավատացյալները, ովքեր են հավատացյալները Կտրիչ Ներսիսյանի ամբողջ հավատացյալները եւ հայ ժողովուրդը հովանավանքի մեջ կաղոթեր եւ շատ մարդիկ էլ հնարավորություն չունեն ներսը դուրսը կանգնած են դրսից կհետևեին պատարակի եւ կաղոթեին դրսում կանգնած բայց ես ուզում եմ փաստը արձանագրեմ որ 26-րդ տարելիցի Կտրիչ Ներսիսյանի մահվան հոգեվոր մահվան տարելիցի կապակցությամբ շոուն որը կազմակերպեցին Կուկուշկայի աթոռում մարդ չկար, մի հոգի չկար, որ անկեղծ, անշահախնդիր իրական հավատացյալն էր, որը գնացել էր այնտեղ, չկար այդպիսի մեկը։ Բայց կային աֆերիստներ, որոնք ձևացել են հավատացյալ։ Եվ էլի, որքան էլ ձևացել են հավատացյալ, տեսել եք, մարդ չկար, դուրսը մի հոգի չկար։ Ու եթե դա հաշվի առնենք, հասկանում եք, որ դա վերին սրբությունն է, չէ՞, իջմիածինն է։ Հիմա ինչ կապ ունի Կտրիչն է այնտեղ, թե ով է, դա մեծագույն սրբություն է։ Այսինքն ցանկացած մարդ ուզում է գնալ այնտեղ, տուրիստ կա, հազար ու մի մարդ կա, որը նույնիսկ մոմ ուղակի վառելու համար կգնա եւ այն։ Այդ ամեն ինչը եթե մենք միացնում ենք իրար, մենք տեսել ենք փաստորեն դապ ու դատարկ եկեղեցին։ Իր հարակից տարածքով, որտեղ Մայր Հայաստանի եւ իր հիվանդանոցի ամբողջ աշխատակազմի մասնակցությունը չի կարող համարվել, որ հավատացյալներ էին, որոնք շնորհավորելու եկել են Կտրիչ Ներսիսյանի մահվան 26-րդ տարելիցի կապակցությամբ այդ շոուին։ Հետևաբար Կտրիչ Ներսիսյանը տեսել է վտանգավոր վիճակը, որ եպիսկոպոսները նմանապես արդեն իսկ իր դուդուկի տակ չեն ապարում, առաջվա պես չեն համենայն դեպս։ Ես գիտեմ, եպիսկոպոսներն էլ իրենց վախերը ունեն, քանի որ հնչել է նման միտք, որ տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա, նման գաղափար ես լսել եմ, նման շրջանառության մեջ նման բան եղել է, ես չգիտեմ հիմա ինչպես է մտածում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ես կուզեի դիրք քորոշումը իմանալ վերջնական եւ կխնդրեի այստեղից, որ վերջի այս իմ տված հարցին ես կխնդրեի հրապարակային ձևով, որ պարոն Փաշինյանը մի քիչ մեծ լուսաբանի, ինչպես է նա մտածում, իր տեսլականը, ոնց է նա տեսնում դա։ Բայց ես տեսնում եմ մի բան աորական հայտ է, զեն աչքով։ Գիտեք, ես Արամ Բաբաջանյանի խոսքին չեմ հետևում, չեմ լսում, կարևորություն չեմ տալիս, որտեղ նախ եւ առաջ ինքը նախկին ճեմարանի ուսանողներ եւ ինքը բավականին լավ կապ ուներ Կտրիչի հետ, ինքն ու Արամ Սարգսյանը երկուսով սադանայություն են գործել, քանի անգամ գնացել են Կտրիչի հետ ուզեցել են հարաբերությունները իրենց եւ իշխանության մեջ դզեն փչեն։ Հենց իրանք են հանցանքները գործել այսքան ժամանակ։ Տեսեք, ես ուղիղ մարդ եմ, երեսին շփացնում եմ, ես չեմ սիրում տենց բաներ, ուրիշ բաներ խոսամ։ Ես իրականություն եմ խոսում։ Հենց իրանք են հանդիսացել են պատճառը, որ իշխանությունը կույր մնացած է մինչև հիմա, որ նոր է աչքերը բացվել, այսքանի ամիսը։ Այն նրանք, որ դա չանեն, այդ սադանայությունը, վաղուց Փաշինյանը կհասկանար խնդիրը ինչու՞մն է, եւ այդ հարցը շատ ոնց մի այսպես շատ վաղուց հանգուցալուծված արդեն կլիներ։ Իսկ այդ նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնության շարժումը գլխավորությամբ ազնվագույն վարդապետի, որը Հայկ Կորյուն վարդապետն է եւ ինքը արդար մարդ որպես իրական կուսակրոն, որի համար ես կարող եմ վկայել։ Ես կարող եմ ձեռքս դնել Սուրբ գրքի վրա, տեսեք ինչ եմ ասում, եւ ասել, որ ես վկայություն եմ հաստատում, որ Հայկ Կորյունը նա կուսակրոն է, իսկապես մաքուր մարդ է։ Ուրիշների համար ոչ մեկի համար ես դա չեմ կարող ասել։ Ինձ մորթեք ես չեմ կարող ոչ մեկի համար ձեռքը դնեմ Սուրբ գրքի վրա այդ բանը ասեմ, բայց իրա համար ես կարող եմ վկայություն տալ, որ այդ մարդը իրական կուսակրոն է, բայց այդ մարդը դուրս եկավ պայքարի Սուրբ Գայանեի վանահայրն էր, թողեց ամեն ինչ,
գնաց Քրիստոսի խաչը վերցրեց, գնաց Քրիստոսի հետևից մաքրելու համար Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որը վերածել էր կտրիչ Ներսիսյանը Կուկուշկայի աթոռի, ահավասիկ ինքը բացարձակապես աջակցություն չստացավ եւ որևէ մեկը իր համար այդքան չմտածեց, որքան այսօր բամբակների վրա են դրել այդ երեք խաղանաներին։ Ես այստեղից պիտի ասեմ, այո, ես աջակցում եմ Լիովին եւ իմ եղբայրական որպես ավակ եղբայր, դա էլ ուզում եմ ընդգծել, որտեղ նրանք երեխաներ են իմ մոտ։ Ես իրենց աջակցում եմ, բայց ամենևին դա չի նշանակում, որ նրանք են սարերը շարժել տեղից։ Ոչ, նրանք այսօր ընկել են ճիշտ ժամանակի մեջ, ոնց որ ասած оказались в том месте и в то время։ Այսինքն, եթե Փաշինյանի եւ իրենց բանը չհամընկներ, ես վստահ եմ, որ այս երեք խաղանաններ պիտի լուր գլուխը կախ շարունակեին իրենց ծառայությունը եւ ծպտուն չանեն։ Նույնիսկ որ գիտակցել են եւ հասկացել են, որ անօրենության գագաթնակետին է հասել Մայրաթորի խայտարակագույն վիճակը։ Ես խոսում եմ ճշմարտությունը։ Եվ դրա համար ուզում եմ այդ պատասխանը իմանալ Նիկոլ Փաշինյանից անձամբ իր շուրթերից, որ նա մի պատեհ առիթով հայտարարություն անի, որ ինչ է նա տեսնում, ոնց է իր պատկերացումները, ինչպես պետք է հանգուցալուծվի կաթողիկոսական տեղապահության հարցը, որտեղ մեզ համար կարևոր է տեխնացուն ով է լինելու, կանոնիկ կերպով եպիսկոպոս, բայց ես եպիսկոպոսների վրա կգնում եմ սիրելիներ։ Հիմա տեսնում եմ իրենց աշխուժությունը, որտեղ դրանք վախենում են, որ հանկարծ աուդի մեջ մնան։ Այս դրանով է պայմանավորված իրենց ակտիվ գործունեությունը։ Ոչ մի ուրիշ բան չկա, ինչքան ժամանակ լռել են։ Ինչքան ժամանակ։ Հիմա իրենց տեսնանք։ Վաղը սկսվում է Գերագույն հոգևոր խորհուրդը, սկզբից լինելու է սովորական Գերագույն հոգևոր խորհուրդ եւ այնտեղ մասնակցելու են միայն այն եպիսկոպոսները, ովքեր կազմում են այդ խորհրդի անդամ են։ Բայց կարծեմ հաջորդ օրը կամ վերջին օրը պիտի ամսի 4-ը 5-ը 6-ը մինչև 7-ը պիտի տևա։ Պետք է արդեն ընդլայնված նիստ հրավիրվի։ Եվ այդ ժամանակ պիտի կանչեն բոլորին, բոլոր թեմակալ առաջնորդներին։ Ես վստահ եմ, որ իրենք մի քայլ պետք է անեն։ Այսինքն իրենց շահերից է բխում։ Գիտեք, շատ հեշտ է խայտարակել։ Մենք կարող ենք վաղը, մենք կսպասենք մինչև 7-ը։ Հավատացեք, որ բոլորի վրա կա համապատասխան նյութ։ Եվ այն ժամանակ, եթե մենք տեսնանք, որ այս մարդիկ ոչ մի բան չեն ուզում արած լինել այս եկեղեցու համար, ապա մենք այդ նյութերը 7-ից հետո կսկսենք բան անել։ Գցել համացանցի մեջ, թող տեսնան մարդիկ աչքերը շեշուբեշ լինեն։ Որտեվ ամեն մեկի անձնական խնդիրներին ուզում եմ ընդգծել այստեղից եւ հայտարարել, որ բոլոր եպիսկոպոսական դասի ներկայացուցիչները ականջի օղանեն։ Բոլորի մասին մենք ունենք տեղեկություններ։ Հիմա այսօր նաեւ լսեցինք, որ Երուսաղեմի հայոց պատրիարքը իբր թե ես այդքան էլ չեմ բանանում, որտեվ ես կարծում եմ, որ սա ոչ թե իր որոշումն է անձնական, որտեվ իր նախկին նամակներն ու հայտարարությունները եւ այսօրվա հայտարարությունները այս մարդը կտրիչ Ներսիսյանի ամենաթունդ ընդդիմախոսն էր եւ վկայում է երկու բաց նամակները, որոնք հրատարակվել են մամուլում։ Դեռևս այն ժամանակ հեղափոխություն չկար։ Սերժիկ Սարգսյանի սադանայական կառավարման տարիներն էր։ Բայց փաստացի ինչ ստացվեց սիրելիներ։ Այսօր իր անունից հրապարակվել է նյութ եւ իհարկե ընդդիմադիր դաշտ են ասում, որ ասում խլեբը մնի կարմի, հա։ Դրանք բոլորը միանգամից բրոց արեցին, սաղ ուծուկներից, որ ասում սավսեղ ուծուկով ամեն տեղից հայտարարել են դրա մասին, որ ինքը ոչ է արել իշխանություններից, որ իշխանությունները ուրեմն հանգիստ թողնեն սատանա կտրիչին, որ ինքը նորից անի իր անբարոյական քայլերը, նորից կործանարար իր անփարունակ գործնեությամբ առաջնորդի դեպի հավիտենական տանջանքները հավատացյալ հայ ժողովրդին եւ նորից շարունակի իր խայտարակ ուրեմն այդ բոլոր անելիքները։ Իհարկե իշխանության համար դա ասում եմ յակա յա չկա, դա հաշիվ չէ։ Ինքը իրեն խայտարակեց։ Եթե ես չեմ ուզում իրան մեղադրել, որտեղ ես կհավատամ, որ դա իր խոսքը չի։ Ես կկարծեմ, որ այնտեղ իր լնգուլավազները, որ Ներսիսյան կտրիչը ուղարկել է, դրել են երևի նրանք պատրիարքի անունից դա տարածել են կամ ստիպել են, չգիտեմ։ Ես եղել եմ Երուսաղեմում, ես գիտեմ ինչ է կատարում պատրիարքարանում, շատ լավ տեղյակ եմ։ Ես չեմ ուզում հիմա դրան անդրադառնալ նորից նույն բաները ասեմ, թե ես ինչի հետ աղերս ունեցա եւ ուզում եմ այս թեման մի քիչ թողնենք հետոյի համար։ Բայց ամենայն դեպս շանտեղ մի դրեք ուզում եմ ասել, սիրելի ժողովուրդ, շանտեղ չդնեք նման խայտարակ, ազգադավ եւ հակաեկեղեցական հայտարարությունները մի դրեք շանտեղ։ Որտեղ մեր եկեղեցու շահից չի բխում դա։ Ավետարանական ճշմարտություններից չի բխում դա։ Աստված ասում է չկա իշխանություն, որը Աստծուց չէ, չէ, մեր ուսուցանում է Սուրբ Գիրքը այդ ճշմարտությունը, որը անհերքելի է։ Հետևաբար այդ կոնտեքստի մեջ նաև ասված է հնազանդ եղեք իշխանություններին եւ այս հնազանդ լինելու կարգախոսը հենց նախատեսում է, որ դու երբևիցե չպիտի կանգնես
որպես հոգևոր իշխանություն, աշխարհիկ իշխանությանը դասեր կարդաս։ Իա։ Նախկինում եթե թագավորին մեկը sense բանաներ, գլուխը կկտրեր։ Տվյալ պատրիարքի կամ կաթողիկոսի եւ այլն։ Չկար տենց բան։ Առաջին դեմքը միշտ աշխարհիկ իշխանավորն է, թագավոր լինի, չգիտեմ, նախագահ կլինի, վարչապետ կլինի, ով որ է։ Երկրորդը արդեն հոգևոր իշխանությունն է, բայց հոգևոր իշխանությունը զբաղվում է հոգևոր գործառույթներով եւ այնտեղ է այդ հարթության մեջ է իր իշխանությունը բանեցնում, այլ ոչ թե քիթը խոտելով աշխարհիկ կյանքի մեջ։ Բայց քանի որ եկեղեցին երկնքի մեջ չի, սա զինվորյալ եկեղեցին է, հաղթական եկեղեցին է երկնքում, բայց այս եկեղեցին, որը մեջ հարտարակություններ են կատարում, դա զինվորյալ եկեղեցին է, որը պայքարում է այս աշխարհում մեղքի եւ սատանայի դեմ, որը արևանգված է, որը պղտության ճիրաններում է հայտնվել Կտրիչ Ներսիսյանի կլանի, ավասիկ եւ այն տարածքում է, որը որ կոչում է Հայաստանի Հանրապետություն, պետության հաշվետու պետք է լինի եւ պետության մեջ գործող օրենսդրության համահունչ։ Հենց այդպես են վարվել, որ ինչ են արել։ Իր ընտանիքի անդամները մտածել են տուզեն, կուզենք մարդ կսպանենք, կուզենք մարդ կխփենք, կուզենք մարդ կծեծենք, կուզենք մարդ կգնենք, ինչ կուզենանք տանենք։ Այդ նույն Գևորգ Ներսիսյանը բռնաբարություններով էր զբաղվում ճեմարանի ուսանողների կտրիչի թելադրանքով։ Սա փաստ է, սիրելի ժողովուրդ։ Բոլորը թրիտակով անցել են Ներսիսյանների ընտանիքից, ուսանողներ, սարկավակներ եւ ով որ ուզում էր պաշտոնը ստանալ, աբեղաներ եւ այլն։ Այդ կեղտոտ անկողինը Կտրիչ Ներսիսյանի այդ փաստերը մենք հանում ենք եւ ավելին կհանենք ջրի երես, ավելի գեղեցիկ տեսարանով, եթե ձեզ հաճելի է տեսնալ այդ կեղտ շմարավոս, այդ պլանկաշ, գիտեմ, արշակ թե Թմրամոլ Սամվել Խաչատրյանի, մենք նույն ձևի էլի նյութեր պիտի հանենք մնացածների համար։ Դե թող ամանչեն իրենք, ես ամանչելու բան չունեմ, իրենք թող ամանչեն, թող սևերես ելնեն։ Ուրեմն հիմա ինչ ես խոսում, Արշակ, այս սրիկա, ինչի ձայն չես հանում, որ դու չես, արհեստական ինտելեկտներ ընդեղ, հա, այդ նկարված էր արհեստական ինտելեկտով, թե քո պոռնկություններ էր, մենակ ինքը իր հետ չի պարկել։ Հենց այդ Գևորգ Ներսիսյանը, որ այսօր բանտի մեջ հայտնվեց, իր մյուս որդու, Կորյուն, ավակ որդու Ներսիսյանի կնոջ հետ էր պարկել։ Եվ այդ միատկակեղծ լրատվական միջոց, հայլի առաջ, այդ ծուր հայլիների թակուին միատկա, պոռնիկ, վենետիկյան, բաբելոնյան, ինչ ասեմ, Ռախապ, ոնց անվանեմ իրեն, հայտնի պոռնիկ, Անջելա Թովմասյանը, դրա հետ էլ է պարկել։ Այդ փաստեր են, սիրելիներ, ես ոչ մեկի վրա չեմ պամփասում, ես ասում եմ իրականությունը, այս դրանք են իրանց, դեմքերը դրանց էս է, դրանք կեղտոտ սադանաներ են, պղծողներ են, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Կուկուշկայի աթոռի վերածել են այս սրբություն սրբոցը, եւ որտեղ որ Գրիգոր Լուսավորիչը բազմեց գահի վրա, եւ այդ մարդը առաջին տիեզերական ժողովի մեջ, հա, իր որդուն Արիստակեսին ուղարկեց, ինքը գնաց ճկնության։ Այն ժամանակ գիտեք, նախ կաթողիկոս էտել են խեղաթուրում ամուսնացած է Գրիգոր Լուսավորիչը։ Եվ ուներ երկու զավակներ, Արիստակես եւ Վրթանես, որոնք հետագայում նորից բազմել են պատրիարքական գահին։ Բայց սա եղել է այդ ամուսնությունը, որ տեղի է ունեցել նախքան իր հոգևորական լինելն էր, որտեղ իր կյանքի պատմությունը այլ էր լրիվ։ Եթե ուսումնասիրեք, ապա պիտի տեղեկանաք, որպեսզի խեղված տեսարաններ ձեր առջև չդնեն։ Այդ մարդը սուրբ մարդ է եւ ուզում եմ ասել, որ ինքը միշտ շփում է ունեցել այն 318 սուրբ հայրերի հետ, որոնք մասնակից են եղել տիեզերական ժողովի Նիկիա քաղաքում 325 թվականին առաջին այդ ժողովին։ Ուրեմն նա է բազմել այդ գահին եւ հիմա այդ պղծությունը, այդ ինչ ասեմ, ներիկը, այդ ամենագարշելի, չգիտեմ, մի ստխմար մի անձնավորություն, որը բախտի բերմամբ հայտնվեց եկեղեցում եւ հետո սատանայությամբ, նենգությամբ, խարդախությամբ, ապարոյականությամբ, կաշառքով եւ իշխանության լծակ օգտագործելով աթոռը բռնագրավեց։ Այս է սիրելիներ, որը ունեցել է, որը տեղի է ունեցել այդ մեծագույն ողբերգությունը։ Հետևաբար մենք արդար գործեր ենք տեսել, մենք իրական տեսել ենք պատմություն, որը կերտել է երկրի վարչապետը, նա Հայաստանի մեջ մեծ աշխատանքներ է արել եւ բնականաբար անգնահատելի է իր աշխատանքները, բայց փառք Աստուծո, որ այսօր նաեւ ես կարող եմ գնահատել շատ բարձր իբրև հավատացյալ մարդու, շատ լուրջ հավատացյալ մարդու միջամտությունը
այս մեծ հարցի մեջ, որտեղ մենք դա չենք կարող, մաֆիա է այնտեղ, մենք չենք կարող լուծել։ Այդ པարզ վիճակ չի Էջմիածնում։ Հասկանում եք, սա նորմալ բան չէ, որ ինչ որ, եթե նորմալ վիճակ լիներ, ինչ որ խեղված բաներ լիներ, իհարկե, կարելի է նամակով, դիմումով, որտեղ դիմենք, ացիան չկա, ոչ մի բան չկա, սա իրան ձեռքն է, մաֆիա է այնտեղ։ Կարգապահականը այդ նույն շմարավոզ արշակն է։ Պատկերացեք, Պորնիկը պիտի դատի այդ քահանաներին։ Պորնիկը պիտի դատավճիրով հանդես գա քահանաներին, որոնք հանցանք չեն գործել, որոնք ծառայություն են ունեցել եկեղեցում, որոնք որևէ բացասական դերակատարում չեն ունեցել, որոնք հարգվել սիրվել են իրենց համայնքի ժողովրդի կողմից։ Եվ դրանց հարցն են դնում։ Հիմա տեսնում եք, որ այստեղ որոշումները կայացվել են անարդար։ Հիմա տեսնում եք, որ այս եկեղեցու մեջ 26 տարի կատարվել են խայտառակություններ։ Դա նույնիսկ նկարագրել հնարավոր չէ, սիրելի ժողովուրդ։ Աստիճանը խայտառակությունների, որոնք տեղի են ունեցել Կուկուշկայի աթոռում, որտեղ իրենք սարքել են իրենց համար այդ համակարգը, եւ Կտրիչ Ներսիսյանը չէ թաքցնում, ասում է սա իմ ստեղծած համակարգն է։ Եվ այն հոգեվորականներին, որոնք իր համակարգի անդամ ստրուկի կարգավիճակով չէին համաձայնվում լինեին, նա ասում է դուք տեղ չունեք այդ համակարգում։ Ընդունել է դա որպես իր պապական կալված, որ ինքը ստացել է դա ժառանգություն։ Դրա համար երբ որ օտարել է արժեքներ, սրբություններ, նա հաշիվել իրեն չիտվել, ինքը մտածել է իր սեփականն է, քանի որ ինքը այդ աթոռը վերցրեց, բռնագրավեց, ուրեմն ինչ որ ինքը ուզենա, իրավասու է անել։ Իր մտայնությունը դա էր, ինքը չէր անդրադառնում, ցանկացած խարդախություն ֆինանսական, իրանն է։ Ոնց պետությունը չպիտի խառնվի, սահմանադրորեն անջատ է, պետությունը ինչ գործ ունի։ Ես ինչ կուզենամ կանեմ, գումարների լվացում կանեմ, օրգաններ կծախեմ, մարդ կծախեմ, ինչ կուզենամ կանեմ։ Մարդ կծեծեմ, մարդ կսպանեմ, այդ տարածքը չեք կարող մտնել, մեզ բան ասեք։ Անջատ է պետությունից։ Իր պատկերացմամբ Հայաստանի տարածքում կարող է լինել մի կառույց, թեկուզ անվանում են եկեղեցի, չգիտեմ ինչ, որը չի ենթարկվելու իշխանավորներին, որը ոչ մի հաշվետվություն որևէ կառույցին տալու չունի։ Եվ ամենակարևորը, որ անձեռնամխելի է եւ ոչ մի հարց կողքից մեկը գոյություն չունի իր պատկերացնա, որ կարող է բարձրացնել։ Այսինքն իր խելքով սա առանձին մի գղզի է, չգիտեմ ինչ անվանեմ, առանձին մի պետություն է, որտեղ իր օրենքներն են գործում։ Եվ այդ դեպքում իհարկե իր մոտ հարց է առաջանում, բայց եթե դա իմ սեփականությունն է, իմ բանն է։ Նույնիսկ պատկերացրեք քաղաքացին Հայաստանում ապրում է, ունի սեփականություն, ելի պետության ինչ որ տուրքեր հարկեր է վճարում։ Բիզնեսներ ունի, նորից պիտի պետության հետ հարաբերության մեջ մտնի։ Նա նույնիսկ դա չէր հասկանում, որ դա պիտի արվի։ Նա հասկանում է, որ դա առանձին է, լրիվ։ Այսինքն ինքը ինչ որ ուզեց, ինչ որ ցանկացավ, ինքն է օրենքը, գերագույն հրամանատարը։ Իրանով ամեն ինչը սկսվում ու վերջանում է, եւ դրա համար որևէ մեկը չունի այդ գործիքակազմը, որ մոտ գա այս ամենին։ Եվ հիմա շիվարել է, երբ որ տեսել է, որ կալանավորում են իր ընտանիքի անդամներին, ամենամերձ ազգականներին, նա շիվարել է, չի հասկանում, ինչ է կատարվում։ Այդ խնդիրը ստեղ է սիրելիներ, այսինքն դա ամենամեծ սխալն է, դա սահմանադրության մեջ ամենամեծ հիմարությունն է, որը որ կա, որտեղ անգրագետ մարդկանց, տահաս մարդկանց, սրիկա մարդկանց համար նրանք այլասերում են այդ գաղափարը։ Այո, պետությունը չի կարող ուսուցանել կտրիչին պատարակը ոնց պիտի արվի։ Չի կարող գալ Փաշինյանը ասել, որ պատարակը Կոմիտաս Եկմալյան չի լինելու, չգիտեմ, այս ինչ բանն եմ ուզում լինի այնտեղ։ Չի կարող։ Չի կարող գալ ասել, որ 7 խորհուրդ ունի եկեղեցում, պիտի 17 լինի։ 10-ն էլ ես եմ ավելացնում։ Այս հարցերի վերաբերյալ է պետությունից անջատ։ Այո, պետությունը չի իրավունք չունի այդ խոհանոցային ինչ իմաստով, այսինքն աստվածաբանական, դավանաբանական, ծիսական արարողություններին միջամտել, բայց մնացածը ինչ որ աղերս ունի կյանքի մեր կյանքի հետ, մեր աշխարհի հետ։ Հիմա այդ մարդիկ քաղաքացի են, թե ոչ Հայաստանի։ Ով որ ապրում են, ես ուզում եմ հասկանալ, Կտրիչ Ներսիսյանը ինչ պասպորտ ունի գրպանում։ Եվ մնացյալ իր սրիկաները, որ իր այս օղակն են սեղմել, կազմել, ինչ պասպորտներ ունեն։ Եվ ո՞նց են նրանք պատկերացնում, որ նրանք պիտի անջատ ապրեն։ Այսինքն սահմանադրությամբ հստակ գրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներն, ազատությունները եւ պարտականությունները։ Հիմա նրանք ինչ են ուզում ասել։ Պասպորտը Հայաստանի վեցնեն, դե թող իրանք, եթե ինքը առանձին է, այնժամ թող ինքը պասպորտն է տպի։ Տեսնենք այդ պասպորտը որևէ տեղ կասնի, թող տպի իր համար, հանձնեն Հայաստանի Հանրապետության պասպորտները։ Նույնիսկ չեն կարողանալու գնալ որևէ տեղ ճամփորդության, եթե իրանց պասպորտ տպեն։ Այսինքն դա
խելագար մարդկանց այն տերասների դերևս այդ աստիճանի պիտի մարդ լինի տգետ, որ չհասկանա այդ բանը։ Որ պետության մեջ այսպես կամ այնպես պիտի հարաբերվեն։ Ուրեմն նման սադրիչ հայտարարությունները, որոնք հնչել են Երուսաղեմից, պիտի մերժենք։ Եվ եթե մեկն էլ փորձի նման հայտարարությամբ հանդես գա, ավելի լավ է ձենը կտրի, քանի որ կհայտնվի շատ ամոթալի վիճակի մեջ, շատ ամոթալի, որտեղ պիտի մերժվի։ Կա պետություն, պետությունը ունի իր պահանջները, պետության պահանջները միայն պետական գործառույթներին վերաբերյալ է։ Եվ այդ պետության գլխին կանգնած մարդիկ նրանք քրիստոնյաներ են, հետևորդ են մայր եկեղեցու։ Եվ տեսնում են այս խայտարակությունները եւ փափագ ունեն մաքրել այդ ախորը եւ վերադարձնել մեր ազգին մայր եկեղեցին։ Ամեն։ Այսօր այսքանը ես այստեղից ուզում եմ ընդամենը կոչով դիմել եպիսկոպոսներին, որ նրանք վաղը արդեն սկսեն գործել։ Եվ կարծում եմ, որ կամփոփենք արդեն ընթացքում, երբ որ կվերջանա այս ժողովը, լուր կմնամ ես։ Այս մի քանի օրը կսպասենք, կտենանք ինչ է այնտեղից դուրս գալիս։ Բոլոր պարագաներում սիրելիներ, ամեն ինչը մենք այսօր ձեզ հետ խոսեցինք, քննարկեցինք բոլոր հարցերը։ Ես կարծում եմ ոչ մի մութ անկյուն չմնաց ձեզ համար։ Բայց ամենակարևոր անկյունակարը այն է, որ այս ժողովին մենք ունենք մեծ սպասելիքներ։ Մենք ուզում ենք այդ ժողովի ժամանակ լսել, որ այս եպիսկոպոսները, ովքեր մտահոգվեցին, ամենայն դեպս այդպես են իրենց դրսևորել, անեն այդ գործը այնտեղ։ Նրանք պիտի այս մարդուն հրաժարեցնեն։ Նա պիտի այնտեղից ամսի 7-ին մենք պիտի լավ լուր ունենանք միասին բոլորս, որ հրաժարվել է Կտրիչ Ներսիսյանը, եւ Կտրիչ Ներսիսյանը արդեն ոչ մի կապ, ոչ մի ազդեցություն չունի Մայրաթորի հետ եւ Մայրաթորի վրա։ Ամեն։ Աչ նարարչական, բազուկը սպրճական, սուբխաչը տերուրանական լինի ձեզ պահաբան, այսում հետև մինչև հավիտյան ամեն։ Խնդրում եմ շատ տարածեք այս եթերը, ես կսպասեմ ձեր գրառումներին, ձեր լայքերին, վստահ եմ, որ մարդիկ, ովքեր որ հետևում են այսօրվա այդ եթերին, պարտադիր կերպով պետք է բազմաթիվ տարածումներ տան, որպեսզի ամեն մեկ պիտի լսի դա, ուղղակի ամեն մեկը պիտի դա լսի։ Խաղ գիշեր, կհանդիպենք նորից ուշ եւ կարողություն։